Վարչապետ հաշվի առնելով Ռուսաստանի վառելիքի շուկայում վերջին սահմանափակումները, մատակարարման ռիսկերին վերաբերող զարգացումները, նաև մեր տնտեսագետների գնահատականները, որ մեր ներմուծումը շուրջ 90%-ով Ռուսաստանից է արվում, կառավարությունը արդյոք ունի գնահատական բենզինի դիզվառելիքի հնարավոր դեֆիցիտի կամ գնային կտրուկ տատանումների վերաբերյալ եւ ինչ կանխարգելիչ քայլեր են նախատեսվում ներքին շուկայում կայունությունն ապահովելու համար։ Շնորհակալություն։ Հիմա տեսեք, որ ասում էի անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ, ինչ նկատի ունեի։ Չէ, տեսեք աշխարհում ինչեր տեղի ունեցավ։ Բայց Հայաստանի նավթամթերքի շուկայում տեղի չունեցավ այն, ինչ որ նախկինում տեղի էր ունենում, երբ որ ինչ որ մեկը փռշտում էր, Հայաստանի նավթամթերքի շուկան բաները ցնցումների էր ենթարկվում։ Մենք վաղուց նախապատրաստվել ենք դրան մոնոպոլիաները վերացնելով։ Եվ Հայաստանում այսօր տասնյակ բենզին ներկրողներ կան, նոր ներդրումներ կան, նոր բենզալցակայանների ցանցեր կան, հներն է գործում են եւ շուկայական կարգավորումներով այդ հարցը կարգավորվի, մենք համոզված ենք։ Շնորհակալություն։ Չէ, գնի բարձրացումը գլոբալ վիճակի հետ է կապված, այսինքն նավթամթերքի շուկայում գների գլոբալ ազդեցությունից մենք չենք կարող զերծ մնանք։ Այլ բան, որ հիմա մենք նաև տեսանք Պարսից ծոցում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, որ շատ թե քիչ բալանսավորված է։ Այդ մարդիկ, որ հայրենասիրական մղումներով ասում են, վայ Ադրբեջանից բենզին ու դիզվառելիք են բանանում, ներկրում, այդ մարդիկ կուզենային, որ Հայաստանում տենց էլի ամեն փռշտոցից կոլապսը լիներ, իրանք է դոշ ծեծեին, ասեին, այդ տեսեք եւ այլն եւ այդպես շարունակ եւ փողեր հավաքեին գեներացնեին հայրենասիրական մղումներով ժողովրդի գրպանից, որ հետո տանեին էլի ընտրակաշարք բաժանեին։ Ավարտվել այդ ժամանակները։ Շնորհակալություն, հաջորդը հայկական ժամանակ։ Պարոն վարչապետ, նույն համատեքստում ընդդիմադիր падգամավորներից մեկը քիչ առաջ պնդում արեց, որ եթե Ադրբեջանից Հայաստանը գազ առնելու ճանապարհով գնա, գազ գնելու դա կախվածության մեջ է դնելու Հայաստանին Ադրբեջանից, բայց հիմնական հարցս նրա մասին է, որ Արթուր Խաչատրյանը մեղադրեց ձեզ, ասելով, որ Ուրսուլա ֆոն դեր Լայնի հայտարարությունը աշխարհաքաղաքական կուրության մասին է եւ տնտեսությունը տանում եք աղետի։ Իդեպ նախընտրական շրջանում նաև Ռոբերտ Քոչարյանն էր հայտարարում, որ տնտեսական կոլապս է լինելու, սով է լինելու եւ տնտեսությունը տանում եք աղետի եւ նաև Ռուսաստանի վարչապետի հետ հեռախոսազրույց եք ունեցել, ինչ մանրամասներ կարող եք հայտնել, արդյոք տնտեսական հարցերի շուրջ քննարկումներ եղել են։ Ուրիշ մարդ էլ կար։ ԲՀԿ ղեկավարը, որ ամբիոններից ասում էր, որ սով է լինելու, իրանց դեպքում չեն բացառում, որ սովի սպառնալիք կա։ Հայաստանի Հանրապետության դեպքում նման սպառնալիք չկա։ Այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը իրանց նեղ մերձավոր շրջապատը չեն բացառում, որ սովի սպառնալիքի առաջ կանգնեն։ Ես նախկինում էլ բան եմ արել, ահազանգել եմ նրանց բոմժը դառնալու վերահաս վտանգի մասին, բայց Հայաստանում նորմալ սոցիալական ծրագրեր կան եւ բանտերում էլ բանի սննդի մատակարարման նոր բավականին որակյալ համակարգ կա, այնց որ յոլա կգնան։ Հաղորդագրության մեջ տրվել այն, ինչ որ կարող ենք ասել, եթե այլ մանրամասներ կլինեն հրապարակի։